Բարև ձեզ։ Առաջինի եթերում մանրամասներն են, ես Դավիթ Ստեփանյանն եմ, այսօր իմ հյուրն է +374 քաղաքական ինքնորոշման ակումբի նախագահ Գարեգին Միսկարյանը։ Բարև ձեզ, պարոն Միսկարյան։ Բարև ձեզ։ Պարոն Միսկարյան, քաղաքական ինքնորոշման ակումբի նախագահ։ Շատ կարևոր մի եզրույթ քաղաքական ինքնորոշում, որում մասին մեղմ ասած Հայաստանում վերջին 34 տարիների ընթացքում մեղմ ասած շատ քիչ է խոսվում։ Մենք հիմա գտնվում ենք նախընտրական շրջանում, երբ որ ես համենայն դեպս ես այդպես եմ կարծում, պետք է խոսել այդ ամեն ինչի մասին խոսում ենք, չէ՞, մենք մեր քաղաքական ուժերը, մենք լրագրողները, փորձագետները, բայց այ ինքնորոշման մասին չի խոսվում։ Խնդրեմ մի փոքր բացեք փակագծերը, ինչու հենց այս անվանումը դրեցիք ձեր ակումբի հիմքում եւ ինչ դերակատարում կարող է եւ ոչ թե կարող է, այլ պետք է, սա իմ անձնական կարծիքն է, ես կարող եմ սխալվել, ունենալ քաղաքական ինքնորոշումը նախընտրական շրջանում եւ ընդհանրապես երկրի զարգացման հիմքում երևի թե։ Շնորհակալություն հրավերի համար, իրականում այո, քաղաքական ինքնորոշումը ըստ ինքնորոշման համապարփակ տեսության, որի հեղինակն եմ ես, ինքնորոշման մակարդակում գտնվում է ազգային ինքնորոշումից մի աստիճան ներքև, բայց ինքնորոշման բոլոր մյուս ձևերից, որոնք շուրջ 30-ն են, ամենաբարձրն է։ Այսինքն քաղաքական ինքնորոշումից հետո ազգային ինքնորոշումն է։ Եթե խոսենք առհասարակ ինքնորոշման ֆենոմենի մասին, ապա ցավալիորեն դա մեր միջավայրում չգնահատված երևույթ է եւ ըստ էության դա ազգային ինքնորոշումը, որը ավելի տարածված է եւ ավելի ընկալելի է հասարակության համար, դա ազգի որպես սուբյեկտ սեփական էությունը, գոյությունը ընկալելու, սահմանելու եւ դրա վրա հիմնված նպատակներ ձևակերպելու կարողությունն է։ Մենք որպես այդպիսին իմ գնահատմամբ ինքնորոշված ազգ չենք, որովհետև մենք չենք գիտակցել այն արժեքները, որոնց հենքով մենք պետք է կառուցենք մեր պետությունը։ Մենք հռչակել ենք պետություն մարդու որպես բարձրագույն արժեք հիմքում դնելով, բայց 30 տարվա մեր անցած ճանապարհը ցույց է տալիս, որ թե հասարակությունը, թե իշխանությունները որևէ կերպ երբևէ այդ քաղաքականությունը չեն վարել Հայաստանում, դրան մոտ էլ չեն եղել։ Այսինքն մենք հռչակել ենք ժողովրդավար պետություն, որը հիմքում մարդն է, բայց այդպես էլ որպես հասարակություն չգիտակցելով մարդու տեղն ու դերը, նշանակությունը, մարդու սուբյեկտայնությունը, դրա կարևորությունը, մենք չենք կառուցել այդպիսի պետություն։ Այդ հասարակությունը, որը չի ընկալել մարդու տեղն ու նշանակությունը, չէր կարող ունենալ քաղաքական այնպիսի շերտ, ասենք, մտավոր կարողություններով մարդիկ, ասենք, որտեղ ուժեր չկան, ովքեր կգիտակցեին եւ կարողանային կերտել նման պետություն։ Այսինքն ի սկզբանե մենք չենք ունեցել նման քաղաքական միտք։ Քաղաքական միտք ասելով մենք երբեք արժեքներն ու դրանց կարևորությունը գնահատող մարդկանց, ավելի ճիշտ քաղաքական ուժեր ասելով, արժեքներն ու դրա կարևորությունը գնահատող մարդկանց չենք հասկացել։ Կներեք, 88-ն էլ չենք ունեցել, երբ որ միացում շարժումը սկսվեց։ Ոչ։ Ինչ որ անհատների մոտ եղել է, վստահաբար եղել է, բայց դա համազգային զարթոնքի, ավելի ճիշտ էйֆորիայի նման մի բան էր, հա, անկախություն հանուն ինչի ոչ մեկը չգիտեր։ Այսինքն ես այդ օրինակը էլի եմ բերում, ես հիշում եմ 90-ականներին, երբ որ խոսում էին երկու բավականին հասուն մարդիկ, ես այն ժամանակ երիտասարդ էի, 90-ականների սկզբին, հա, ասում էր ոնց, մեկը ասում էր դե մեր անկախությունը մեր ինչին է պետք, այսա լուսեր չկա, լույս չկա, ջուր չկա, սովետը լավ էր եւ այլն, մյուս ասում էր ինչ ես խոսում, որ լուսով ջրով չի, դու պատկերացնում ես, ասում էր, որ օլիմպիական խաղերի ժամանակ Հայաստանի դրոշը ծածանվի, հիմնը երգեն, ինչ լավ կլինի, այսինքն զուտ ձևի հետևից ընկած պատկերացումներ էր, բովանդակության մասին խոսք չկար, թե հասարակության լայն
շրջանում, թե քաղաքական գործիչների մոտ։ Եվ այդպես էլ եթե մենք հիմա հետահայաց նայում ենք այն քաղաքական ուժերը, որոնք իշխել են Հայաստանում, կառավարել են Հայաստանում, նրանք երբեք էլ Հայաստանի սուբյեկտայնության կողմնակից դրա այդ գաղափարի կրող չեն եղել։ Իրենք մինչև հիմա էլ խոսվում է, որ Հայաստանը պետք է տեղավորվեր այս կամ այն գերտերությունների շահերի մեջ եւ կարողանար իր գոյությունը այդպես առաջ տանել։ Ու դա էլ արվել է։ Ինքնորոշումը կամ քաղաքական ինքնորոշումը դա այն երևույթն է, երբ որ ժողովրդի կամ հետագայում ազգի, այն շերտը, որը ունի քաղաքական արժեքային հենք, կարողանում է ձևակերպել այն նպատակները, որը լավագույն պետությունն է կառուցում տվյալ ժողովրդի համար։ Եվ ակումբի նպատակն է ստեղծել մտավոր արժեքային կարողություններով այդ մարդկանց համախումբը, ովքեր գիտակցելով պետության սուբյեկտայնության կարևորությունը անհատի եւ որպես միջազգային իրավունքի սուբյեկտ նաեւ պետության սուբյեկտայնության կարևորությունը եւ դրա կառուցելու ձևերը իմանան։ Օրինակ Նիկոլ Փաշինյանի իրական Հայաստանը դա ինքնորոշման տարեր իր մեջ չի պարունակում ըստ ոչ բացարձակ ցավոք սրտի ինչու որովհետեւ ինչ է ընդհանրապես այդ դեպքում ձեր գնահատմամբ իրական Հայաստանի կոնցեպտը իրական Հայաստանի կոնցեպտը նույն տրամաբանության մեջ ինչ որ եղել է մինչև հիմա այսինքն սուբյեկտայնությունը մերժող քաղաքական վարքագիծ է կամ քաղաքական միտք է, եթե կարելի է այդպեսին անվանել, որը փորձում է տեղավորվել արդեն ոչ թե նախկինի նման ռուսական ծիրի մեջ եւ ռուսական շահերը սպասարկել, այլ փորձում է տեղավորվել արևմտյան շահերի մեջ այսինքն ուղղակի վեկտորն է փոխվում այո վեկտորն է փոխվում եւ սուբյեկտայնության մասին որևէ խոսք չկա այդ ամբողջ խոսույթի մեջ կա եւ մարդու մասին չկա խոսվում է հարուստ ապրելու մասին խոսվում է սահմանների 29000 քառակուսի կիլոմետրի մասին ամեն ինչի մասին խոսվում է բացի նրանից թե ով է մարդը Հայաստանի Հանրապետության մեջ ինչ արժեքներով պետք է մեր կրթությունը լինի մեր մշակույթը լինի մեր ինքնությունը ինչպես ենք պահպանելու ինչպես ենք զարգացնելու ու որ ուղղությամբ ենք գնալու ինչպիսի պետություն ենք ունենալու մենք 30 թվականին կամ 50 թվականին ինչ ազգ ենք մենք որտեղ հասկանում ենք չէ որ բոլոր ազգերն էլ ունենալով բազմաթիվ ընդհանրություններ բայց ունեն նաև սեփական առանձնահատկությունները հիմա մենք էլ առանձնահատուկ ազգ ենք մենք մի պետություն ենք որի էթնիկ խմբի ներկայացուցիչների կեսից ավելին ապրում է այս պետության սահմաններից դուրս հաշվի չառնել դա չգնահատել չարժևորել այդ ռեսուրսը չօգտագործել քո պետության ինքնիշխանությունը բարձրացնելու կարողունակությունը բարձրացնելու համար դա խոսում է մեր ոչ սուբյեկտային լինելու մասին այսինքն մենք մեզ չենք ընկալում որպես ուժ որպես կարող միավոր Եվ փորձում ենք այդպես ուղակի տեղավորվել որևէ արտաքին խաղացողի հովանու ներքո, որպեսզի նախկինում դրանք իրենց իշխանությունը պահելու համար էին անում, ձևավորեցին օլիգարխիկ համակարգ, հիմա էլ գործող իշխանությունը իր իշխանությունը պահելու համար է անում եւ ըստ էության Ես հույս ունեի, որ հելի վատագույն սցենարը կլինի այն, որ մենք օլիգարխիկ համակարգ նորից կկառուցենք, բայց հիմա ես նայում եմ ավտորիտար համակարգի են գնում դեպի։ Սուբյեկտայնությունը ինչ խոչընդոտ է իրենից ներկայացնում այդ ճանապարհին, օլիգարխիկ համակարգ կառուցելու կամ ավտորիտար, ինչպես դուք ասում եք հիմա, սուբյեկտայնությունը ինչ խոչընդոտ է, ինչով է խանգարվում։ Շատ մեծ խոչընդոտ է։ Այսպես է մի հարց։ Ադրբեջանը հիմա սուբյեկտայնություն ունի։ Ոչ, Ադրբեջանում սուբյեկտայնություն ունի մի հոգի, իրենց ղեկավարն է։ Այնտեղ ժողովուրդը, այսինքն իշխանությունը չի բխում ժողովրդից
եւ այդ ընտանիքը զավթել է այդ պետության մեջ ժողովրդի իշխանությունը եւ վարվում է այնպես ինչպես նպատակահարմար է իրեն իր եւ Ադրբեջանի հանրապետության շահերը նույնական են այսինքն այնտեղ չի կարող ինքն է այդպես համարում այո եւ իրականում այդպես չի չէ այդպես վարվում այդպես է ոնց չէ այդպես Ալիևի եւ ադրբեջանցիների շահերը նույնական ադրբեջանցիների չէ Ադրբեջան պետության գործող ինստիտուտների շահերը ժողովուրդը օտարված է իշխանությունից այսինքն զարթված է իշխանությունը եւ Ալիևների ընտանիքի համար իրենց իշխանությունը եւ Ադրբեջանի պետական շահը նույնական են։ Մենք ինչի՞ չունենք սուբյեկտայնության հետ։ Մենք ոչ ունենք ավտորիտարի մշակույթը, մեր ժողովուրդը այդպես հեշտ ենթարկվող չի եւ բացի դա նաեւ 18 թվականը փոխեց ամբողջ խաղի կանոնը, ամբողջ դաշտը։ Նու, այսինքն ոչ թե փոխեց, փորձեր փոխելու։ Բայց ցավոք սրտի կամ բավարար կամք չունեին գործող դերակատարները այդ փոփոխությունները իրականացնելու կամ գիտելիք չունեին կամ էլ ցանկություն, չգիտեմ, բայց էական չի, փաստն է, որ մարդակենտրոն հիմքում ունենալով մարդուն, պետություն, մարդուն որպես սուբյեկտ։ Մենք այդպիսի պետություն չկառուցեցինք, այսինքն 18-ից առաջ էլ չկար դա, 18-ից հետո էլ չկար։ Եվ ինչու ավտորիտար համակարգերի համար սա մահացու է, որովհետև ավտորիտար համակարգը, այսինքն մարդը որպես սուբյեկտ, ավտորիտար համակարգը հենվում է նախ կառավարվում է ուղղահայաց եւ երկրորդը կամ ուժի կամ փողի վրա է հենվում այդ իշխանությունը, ոչ թե ժողովրդի վրա։ Եթե այդ համակարգը ուժի եւ կամ փողի վրա է հենվում կամ դրանց համակցության վրա, ապա հասարակությանը կառավարելու համար նրանք սկսում են անկախ իրենցից հա դա ինքնաբերաբար է ստացվում այդպես կրթական համակարգը կոռուպցիան այսինքն կոռուպցիան է սկսում զարթոնք ապրել որովհետև այդ առանցքի ամենավերևում գտնվողը սկսում է ինչ որ սկզբունքներով իր շուրջը հավաքել այնպիսի մարդկանց որոնց կամ կարելի առնել որպեսզի իր իշխանությունը աներկբայորեն ընդունեն եւ պաշտպանեն կամ ուղակի հավատարիմ են հիմա առնելու դեպքում եթե դա հնարավոր է փողով առնել կամ որևէ կերպ առնել պաշտոն ծախելով կարևոր չի ձևավորվում է օլիգարխիկ համակարգ հավատարմության դեպքում ձևավորվում է ավտորիտար համակարգ մեր դեպքում կա կապիտալի վերաբաշխման գործընթաց, բայց այդ կապիտալի վերաբաշխումը չի տանելու նրան, որ ձևավորվի նորից օլիգարխիկ համակարգ, որովհետև Նիկոլ Փաշինյանի մոտ շրջապատը հավատարմության սկզբունքով է այդտեղ նստած այսինքն ով հավատարմության երթում է տվել պայմանական նրանք իհարկե գումար աշխատելու են փողը պատտվելու է էլի այդ համակարգի մեջ բայց որոշողները լինելու են ոչ թե մի խումբ կապիտալ ունեցողներ այլ մի հոգի որը ոչ թե կապիտալի չափն է գնահատելու այդ համակարգի մեջ այլ հավատարմությունը անձնական հավատարմությունը Եվ դրա համար դա դառնալու է ոչ թե օլիգարխիկ, այլ ավտորիտար համակարգ։ Հիմա մենք այդ ճանապարհին ենք։ Ես ցավով եմ սա ասում, բայց դրա պատճառներից առանցքային այն է, որ մենք 30 տարվա մեր քաղաքական նիստուկացի մեջ այդպես էլ չենք կարողացել գիտակցել արժեքների կարևորությունը քաղաքականության մեջ եւ ձևավորել արժեքային քաղաքական միավորներ բոլոր քաղաքական ուժերը կամ նրանք, որոնք այդպիսին են իրենց հռչակել, առևտրի առարկա են դարձրել քաղաքականությունը սեփական շահերը սպասարկելու համար։ Մենք չենք ունեցել քաղաքական մշակույթ եւ շարունակում ենք չունենալ, այսինքն քաղաքական մշակույթ, որի հիմքում պետական շահն է դրված։ Եվ շարունակում ենք չունենալ
ու իներցիայով կառավարել այնպես ինչպես ստացվում է։ Շատ լավ, տեսեք, պարոն Միսկարյան, եթե ես չեմ սխալվում, ավտորիտար համակարգերին նաև բնորոշ է այլակարգության ճնշումը, հակառակորդներին եւ մրցակիցներին բանտեր նետելը, օրինակ Ադրբեջանում ընդդիմություն չկա։ Բոլորը կամ նստած են, կամ փախած են, կամ մահացել են։ Նույնը Բելարուսում, չէ՞։ Հիմա մեզ մոտ ժողովուրդը, ես շատ եմ դա տեսնում եւ լսում, հանրությունը, իշխանությունը մի բան էլ պահանջում է իշխանությունից, ասում է ինչի՞ չեք նստեցնում նախկիններին, որ իրենք ընտրություններում չմասնակցեն, իրենք իրավունք չունեն ընտրություններում։ Իսկ իշխանությունը ասում է Նիկոլ Փաշինյանի դեմքով թող իրենք գնան, դուք իրենց ձայն մի տվեք։ Հիմա սա ավտորիտարիզմ է։ Այո, դա ավտորիտար է, նայեք։ Եթե ինքը թույլ է տալիս, որ իրենք մասնակցեն ընտրություններին, ավտորիտարիզմը ո՞րն է։ Հա, երկու ձև կա այդ ավտորիտար համակարգը պահպանելու։ Մի դեպքում դու առողջ ընդդիմությանը հնարավորություն չես տալիս ինքնադրսևորվելու նրանց փակելով, մյուս դեպքում դու ստեղծում ես պայմաններ, որպեսզի այդ առողջ ընդդիմությունը չձևավորվի։ Եվ Նիկոլ Փաշինյանը հենց այդ ճանապարհով է գնում։ Այդ որ դուք չնստեցնելով անառողջ ընդդիմություն։ Նայեք, չէ, ընդդիմությունը Դες խալ եմ հասկանում ես։ Չնստեցնելովի հարց չի։ Ոչ մի պայման չկա, առողջ քաղաքական, գաղափարական Ինչ նախանգարում, որ մարդը կուսակցություն 7 տարվա մեջ կարելի էր լավ շրջանավարտներ ունենալ, կրթական համակարգը բարեփոխել, գոնե դատական համակարգը բարեփոխել, որպեսզի process-ները գնային դեպի արդարության վերականգնման, բայց ոչ մի բան չի արվել։ Իշխանության դա պետք չի, բայց իշխանությունը ինչով է խանգարվում, որ X մարդը բացի կուսակցություն, այդ կուսակցությունը աճեցնի ու գնա ընտրությունների։ Իշխանությունը հիմա, նայեք, մենք չունենք ինստիտուտներ, այսինքն մենք 30 տարի չենք կայացրել ժողովրդավարական ինստիտուտներ։ Դա ոչ մեկին պետք չի եղել դրա համար։ Հիմա էլ պետք չի։ Եթե 30 տարի պետք չի եղել, չի կայացել, հիմա պետք չի, կայանալու է։ Ոչ։ Հա դուք կարաք ասեք դե Նիկոլ Փաշինյանը պրագմատիկ քաղաքական գործիչ է, իրեն պետք չի, լավ, իրեն պետք չի։ Նիկոլ Փաշինյանը չի անելու։ Ահա, այսինքն բաղով անելու։ Այն մարդիկ, ովքեր ուզում են դառնալ առողջ ընդդիմություն։ Ես մեկը հիմնադրել եմ քաղաքական ինքնորոշման ակումբ, որպեսզի այլընտրանքային քաղաքական միտք ձևավորվի։ Ձեզ Նիկոլ Փաշինյանը հիմա ինչով է խանգարում։ Հիմա չի խանգարում, որովհետև ես էլ դեռ իրան չեմ խանգարում։ Վաղ մյուսօր ես չգիտեմ ինչ կլինի։ Չէ, ես իմ ասածը դա չէ, որ եթե Նիկոլ Փաշինյանը ինձ ոչ մի բանի համար չի գալիս ձերբակալում, այդ չի նշանակում, որ ինքը ժողովրդավար է։ Այսինքն մնացել էր ինձ էլ ձերբակալեր, ինչի համար։ Չէ, ես դեր մասին չեմ ասում։ Չէ, դե ես ասում եմ այն մարդկանց մասին, ում կարելի է ձերբակալել, հիմքեր կան իրականում։ Կներեք, բայց ձերբակալել է նրանց, ովքեր որ որոշակի պոտենցիալ են ունեցել process-ներ տանելու ոչ այն ուղղությամբ, որը ձեռնտու է Հաբեկչական մեթոդներով։ Դե ես չգիտեմ ինչ մեթոդներ։ Ես էլ չգիտեմ, դա քննչականն է ասում։ Այլ ախպեր չունեմ։ Այսօր քննչականին վստահելը բարդ է, որովհետև քննչականն էլ է Նիկոլ Փաշինյանինը, դատախազն էլ է Նիկոլ Փաշինյանինը, դատարաններն էլ են Նիկոլ Փաշինյանինը եւ բայց դատարանների մասով չեմ համաձայնվի, դա միանշանակ ոչ ամբողջությամբ, բայց հաստատ իրանք ձևերը գիտեն դատավորների վրա ազդելու։ Նայեք, ցանկացած պարագայում, երբ որ բարձրաստիճան պաշտոնյան, լինի դա վարչապետը, ազգային ժողովի նախագահ, փոխնախագահ, դեռևս քննության ընթացքում գտնվող գործի վերաբերյալ հանրայինորեն դիրքորոշում է արտահայտում։ Դա ուղիղ ազդեցություն է այդ գործի ընթացքի վրա, որովհետև Հայաստանում Ամերիկայի նման չի, որ դատախազը անկախ լինի ու անի այն ինչ իրան պետք է կամ նահանգային կամ համապետական։ Այսինքն այստեղ մենք չունենք այդ ինստիտուտները եւ այս համակարգի մեջ ընդունված է, որ պետքա վերևից ասվի, որ արվի։ Հիմա երբ որ Նիկոլ Փաշինյանը 18 թվականն եկել է, համակարգային ոչ մի փոփոխություն չի արել, հին դերակատարներին հանել երբեմն իր մարդկանց է նշանակել։ Դրանից համակարգի տրամաբանությունը չի փոխվել։ Եվ հետևաբար այն բոլոր գործողությունները, որը արվում է գործող իշխանությունը պահելու տրամաբանության շրջանակներում։
Եվ դա այդտեղ կարակ ասեք Նիկոլ Փաշինյանը մեղավոր է, կարակ ասեք մեղավոր, չկախված է նրանից, թե ինչ ակնկալիքներ դուք ունեիք եւ ինչ արդյունք եք ստացել։ Այն որ Հայաստանում չկա առողջ գաղափարական ընդդիմություն, դա ակնհայտ է։ Դրանով մենք բոլորս որպես քաղաքական միավոր, մենք որպես քաղաքական ազգ չկայացած, այսպես ասեմ, չինքնորոշված, այո, մենք չունենք չինքնորոշված քաղաքական շերտ, ներողություն, ինքնորոշված քաղաքական շերտ, որը կձևակերպի պետական շահը, կդնի խնդիր եւ կլուծի այդ խնդիրը։ Ես հասկացել եմ, որ գործող դերակատարներով այդ միջավայրը չի փոխվելու, այսինքն քաղաքական գործընթացներում տեղի ունեցող գործընթացներում ներգրաված մարդիկ արժեքների իրական պետական արժեքների կամ ազգային արժեքների կրող չեն։ Բոլորը։ Գուցե որոշ բացառություններով, բայց մեծ մասը չեն։ Այսինքն չկա պետական շահի ընկալում։ Եվ հետևաբար այդ մարդկանց հետ որևէ գործընթաց իրականացնել եւ հաջողել հնարավոր է, եթե դա փոքր խմբի շահերից է բխում, ավելի ճիշտ շահերի մասին ենք խոսում, բայց եթե պետության մասին ենք խոսում, հաջողել իրականացնել գլոբալ այն բոլոր համակարգային փոփոխությունները, որը անհրաժեշտ է այս պետությունը ոտքի կանգնացնելու եւ զարգացնելու համար, չկա այդ ռեսուրսը գոյություն ունեցող քաղաքական միջավայրում։ Հետևաբար խնդիր էր առաջացել ձևավորել դա եւ ըստ էության Պլյուս 374 քաղաքական ինքնորոշման ակումբի նպատակը հավաքել այդ մարդկանց, ովքեր ցանկություն ունեն մասնակցել այդ գործընթացներին, ցանկություն ունեն գիտելիք ու արժեքների մասին պատկերացումներ ստանալ եւ ճանաչել իրար ու համատեղ նախագծել այն ճարտարապետությունը պետության, որը անհրաժեշտ է 21-րդ դարում մրցունակ պետություն ունենալու համար։ Դա մի մարդու բան չի, դա նույնիսկ 10 մարդու բան չի, այդտեղ լուրջ աշխատանք է պետք անել եւ ես օգտվելով առիթից կոչ եմ անում բոլոր այն հայրենակիցներին, ովքեր գուցե լսեցին, հասկացան եւ կիսում են այս մոտեցումը, տեսնում են, որ սա է ճանապարհը փոփոխությունների հասնելու, միանան շարժմանը։ Այս կոչով ավարտենք մեր այսօրվա զրույցը, պարոն Իսկայան, շատ շնորհակալ եմ ձեզ հարցազրույցի համար։ Մեր հյուրներ Պլյուս 374 քաղաքական ինքնորոշման ակումբի նախագահ Գարեգին Միսկարյանը, քիչ անց մենք կվերադառնանք եւ կշարունակենք մեր եթերը։ Մեկ, երկու, երեք, սև ուրբաթի գները հետ բերեք, կիբեր երկուշաբթի իդեալ համակարգում, դեկտեմբերի 1-ին, 2-ին և 3-ին, իդեալ համակարգը ևս մեկ հնարավորություն են ձեռում կատարել գերշահավետ գնումներ լավագույն պայմաններով, շտապեք, որ հասցնեք, կան տարբերակներ, կա իդեալական տարբերակ։ Մեր եթերը շարունակվում է, մեր հյուրն է անկյունակար հրատարակչության հիմնադիր, թարգմանիչ Խաչիկ Գրիգորյանը։ Բարև ձեզ, պարոն Գրիգորյան։ Բարև ձեզ։ Պարոն Գրիգորյան, մենք տեսնում ենք, որ իրավիճակը հայ առաքելական եկեղեցու շուրջ շատ նման է պատային մի իրավիճակի։ Ես ժամանակին շաբաթներ առաջ, երբ որ առաջին դեպքերը եղան կարգալույծելու մեր որոշակի հոգևորականների կաթողիկոսի կողմից նշեցի, որ սա շատ նման է մի գործընթացի, որը տանում է դեպի պատային իրավիճակ, դեպի ցուցանք, որովհետև կարգալույծ անել բոլորին անհնար է, իսկ հասկանալի էր, ամենասկզբից էլ հասկանալի էր, որ գնալով
այդ ձնեգունդը միայն աճելու է։ Հիմա մենք ունենք 10 կամ 13 տարբեր գնահատականներ են հնչում, այստեղ էլ չկա միակարծություն, ինչպես ցանկացած այլ հարցում, եպիսկոպոս եւ արքիեպիսկոպոս, որոնց շատերը կոչում են դավաճան, շատերը կոչում են փրկիչ, մենք էմոցիոնալ ազգ ենք։ Եվ այսօր հիմա այս ամենի ֆոնին Միքայել եւ Բագրատ արքիեպիսկոպոսները կալանավայրից դիմել են Գարեգին կաթողիկոսին եւ պահանջել են կարգալույծ անել 10 դավաճան եպիսկոպոսներին։ Սա որքանով է ռացիոնալ, առաջին հերթին հենց ես հասկանում եմ որոշ մեկին դա պետք չի, բայց այնուամենայնիվ մենք գոնե փորձենք դա քննարկել եկեղեցու շահերից ելնելով, որքանով է սա ողջամիտ եւ արդյոք սա չի տանում վերջնական այդ փակողու մեջ այս իրավիճակը։ Նախ ասեմ, որ այս իրավիճակը, որ մենք տեսնում ենք, առաջի անգամ չի մեր եկեղեցու դարավոր ընթացքի մեջ։ Այսպիսի դեպքեր շատ են եղել։ Այստեղ բախվում են եւ, ասինքն, նախկինում բախվել են եւ դավանական հարցերը, եւ անձնական հարցերը, եւ օտար պետությունների շահերը։ Հիմա տեսնում ենք, որ այո, օտար պետությունների շահերը վերջի դերը չեն կատարում այս process-ի մեջ, գումարած այն բանը, որ անշուշտ անձերի շահեր հաճախ գերադասվում են եկեղեցու ընդհանուր շահին։ Բայց բնականաբար այս հարցը լուծումներ ունի։ Ես չգիտեմ, որ մի լուծմանը մենք կգնանք, բայց առաջի հերթին կարևոր է մենք հասկանանք, որ եպիսկոպոսներին կարգալույծ անելը աբսուրդ է։ Եպիսկոպոսներին կարգալույծ անելու մեկ կամ երկու պատճառ կա ընդամենը՝ դավանական շեղումներ կամ անձնական վարքի հետ կապված ճչացող ինչ-որ շեղումներ։ Ինչը դիվանապետի դեպքում կա։ Ինչը դիվանապետի դեպքում կա, ցավոք սրտի մնացած այդ 10-ի մեջ էլ հնարավոր է որ լինի, ես ապացույցներ չունեմ, բայց խոսակցությունները գնում են։ Բայց այնուամենայնիվ այդ կետում կաթողիկոսը ոչ մի կերպ չի կարող սեղմել, որովհետև ինքը ամենախոցելին է այդ կետում եւ արշակը նույնպես ամենախոցելիներից մեկն է։ Հետևաբար մենք պետք է նայենք ընդ որում եպիսկոպոսներին նույնիսկ այդ բանի համար, կարգալույծ անելու համար մնացած եպիսկոպոսները պետք է տեղյակ լինեն գոնե, ինչ որ համաձայնություն տան, փաստերին ծանոթանան եւ այլ եւ այլ։ Այդպես օթի մեջ դավաճանություն հոդված կոպիտ ասած չկա եկեղեցու մեջ։ Եպիսկոպոսի կարգալույծ անելու, ավելին ձեզ ասեմ, քահանային էլ չկա։ Ըստ մեր եկեղեցու դրվածքի նախ քահանան առաջադրվում է հոտի կողմից, տվյալ ծխի կողմից, նրա մեջ եղած արժանավոր, ասենք, արդեն քահանայական կրթություն ստացածների միջից։ Եվ ոչ թե պետք է նշանակվի վերևից կմահաճույքով եւ հետո կարգալույծ արվի նույն ձևով կմահաճույքով։ Այդպիսի բան չկա։ Սա մի բան է, որ մենք մոռացել ենք, մեզ թվում է թե եկեղեցին թեև նմանություն ունի ռազմական կառույցի, բայց ռազմական կառույց չի, որտեղ начальник всегда прав։ Այդպիսի դրվածք չկա։ Սա ոնց ասեմ, Քրիստոսի մարմինն է, դա է սահմանումը, սահմանումներից մեկը, մի քանի սահմանումներ ունի եկեղեցին, դրանցից մեկը հենց դա է։ Ոչ թե միայն հավատացյալների ժողով, ոչ թե շենքեր եւ այլը, այլ Քրիստոսի կենթանի մարմինը։ Մի ուրիշ տեղ ավելի վսեմ ձևով է ասվում, եկեղեցին Քրիստոսի հարսն է։ Այսինքն այդպես վարվել եկեղեցու մեջ որպես ռազմական կառույցի կամ չգիտեմ զուտ վարչատնտեսական մի կառույց, դա մի բան է, որին մենք սովորել ենք, բայց դա մի աննորմալ բան է, որին սովորել ենք, պետք է հետ սովորել։ Այդպես բան չկա քրիստոնեական եկեղեցու, մանավանդ հայ եկեղեցու պատմական դարավոր ընթացքի մեջ այդ ձևավորված
մոտեցումներ չկան այդպիսի, ինչպիսին այսօր են։ Բայց այնուամենայնիվ ունենք այն, ինչ ունենք։ Շատ եպիսկոպոսներ չնայած գիտեն կանոնագիրքը, գիտեն, որ իրենց հնարավոր չէ այդպես ամեն մի առիթով կարգալույծ անել, բայց այնքան են վախեցած, որ ծպտուն չեն անում։ Մտածում ենք, որ այնքան էլ վախեցած չեն արդեն։ Ոչ բոլորը, այո, մեջներից գտնվեցին, փառք Աստծո, գտնվեցին եպիսկոպոսներ, որոնք այնուամենայնիվ անդրադարձան, որ իրենք պատասխանատվություն ունեն եւ մեծ պատասխանատվություն ունեն։ Տեսեք, դուք նշեցիք, որ օտար պետությունների շահերը վերջին դերը չեն խաղում հայ առաքելական եկեղեցու շուրջ այս իրադարձություններում եւ այսօր դիվանապետ Արշակ Խաչատրյանը հայտարարել է, որ այն ինչ տեղի է ունեցել Մոլդովայում եւ Ուկրաինայում փորձում են կիրառել նաեւ Հայաստանում եւ հակաեկեղեցական այդ արշավը, ինչպես մենք ասում են, հենց այդպես է բնութագրում Արշակ Խաչատրյանը։ Դե Պաստորեն առաջի անգամ դրանից առաջ իրենց դատապարտեցին հենց դրա համար, որ իրենք Մոլդովայի սցենարն են ուզում անել Ռուսաստանի հետ։ Իրենք ասում են, որ իշխանությունն է ուզում դա։ Հիմա շուռ են տալիս իշխանության վրա, թե չէ, այդ դուք եք ուզում մեր հետ վարվել այնպես, ինչպես Մոլդովայում։ Դե հայտնի բան է էլի։ Գողը առաջինն է, գոռում բռնեցեք գողին։ Ես օրինակ ինձ այս ամենում ձեզ անկեղծ ասեմ, ամենաշատը հենց այդ օտարի հանգամանքն է հոզում։ Ես ունեմ հիմքեր կարծել, որ իրոք ցավոք սրտի եկեղեցու այդ վերնախավը, առնվազն եկեղեցու վերնախավի մի մասը սպասարկում է Ռուսաստանի շահերը։ Այն դեպքում եւ Ռուսաստանը այսօր մի երկիր է, մի կենտրոն է, որը վարում է իմ երկրի նկատմամբ, Հայաստանի նկատմամբ հիբրիդային պատերազմ, որտեղ բոլոր միջոցներն են գործի դրվում եւ մենք ցավոք տեսնում ենք, որ նաեւ եկեղեցին է դրվում որպես գործիք։ Սա իմ համար կարմիր գիծ է։ Ես օրինակ դրա համար եմ միանում այն մարդկանց, որոնք պահանջում են, որ կաթողիկոսը եւ այդ վերնախավը հեռանան եւ ազատեն մայրաթողը։ Իմ համար սա է հիմնական պատճառը, ինձ հետաքրքիր չի։ Ես մասնագետ չեմ, կուսակրոն, ոչ կուսակրոն, դա իմ խնդիրը չի։ Դա եկեղեցու ներսի խնդիրն է։ Հիմա ըստ ձեզ այս խնդիրը, որը ես հիմա փորձեցի նշмарել, սա ամենակարևոր խնդիրն է մեզ համար որպես պետություն, որպես հասարակություն, որպես ժողովուրդ կապված հայ առաքելական եկեղեցու հետ, թե կա այլ խնդիր, որ ավելի կարևոր է։ Ես կարծում եմ, որ այդ կարմիր գիծը, որի մասին դուք խոսեցիք, կոնկրետ ինձ համար շատ ավելի շուտվանից է սկսվում, այսինքն այն ժամանակ, երբ որ սկսում են եկեղեցական կարգերի զանազան ձևախեղումները։ Հենց կուսակրոնության խախտում, աղքատության ուխտի խախտում, այս մյուսը, ասենք, կամայական կարգալուծություններ եւ մնացած բաները, որոնք դեռ հələ կհայտնաբերվեն։ Ես ասում եմ, եկեղեցուն վերածել միապետության։ Եկեղեցին ռազմական միապետական կառույցի նմանեցնելը։ Եվ այն ձևախեղումը, որ կատարվում է, առաջինը դա հենց է եկեղեցու ընդհանրականության խախտումը։ Այսինքն, եւ դա հենց սկզբից է եղել Գարեգին Բ-ի կամ Կտրիչ Ներսիսյանի, ոնց ուզում եք համարեք, կառավարման ընթացքում։ Ես ինքս մի քիչ ուշ եմ նկատել դա։ Ուղղակի երբ որ անդրադառնում ես, տեսնում ես, որ այո, այդտեղից է սկսվել։ Այսինքն ժողովրդին կտրել եկեղեցու կառավարման համակարգից։ Սա ամենակարևոր բանն է եւ ամենաառաջի քայլն էր։ Այսինքն ժողովուրդը միշտ պետք է հավատացյալ հոտի մասին է խոսքը։ Հավատացյալ ժողովուրդը միշտ պետք է ունենա անմիջական մատչում եկեղեցու կառավարման ամեն ինչի մեջ։ Տեսեք, օրինակ ես այս երկու օրը կարդում էի վերակարդում էի Օրմանյանի հայոց եկեղեցին գիրքը, ու այնտեղ ինքը նկարագրում է ոնց էր կառավարվում, ասենք Թուրքիայի Կոստանդնուպոլսի պատրիարքությունը, բացարձակ թափանցիկ կերպով։
ֆինանսական հաշվետվություններ նախ վարչական հաշվետվություններ, այսինչին եթե կարգալույծ են արել ինչի համար, այդ հաշվետվությունները ներկայացվում են ոչ թե 2-3 եպիսկոպոսի կամ 1-2 պրոֆեսորի իրար հետ միացած, այլ հնարավորին չափ լայն շրջանակներին։ Ներկա պահին նույնիսկ պետք է որ ինտերնետով, թերթերում եւ այլ այդ հաշվետվությունները լինեն, որովհետեւ քրիստոնեական եկեղեցին բաց կառույց է, այնտեղ գաղտնի բաներ, հոսանքներ, բաներ չպետք է լինեն ըստ կանոնի։ Եթե կան, դա շատ վատ բան է արդեն։ Սա է առաջի քայլը, որ կատարվեց, դրան հետևում են արդեն մյուս տհաճ բաները։ Եվ մեր աչքերի առաջ պաստորեն եկեղեցական վերնախավը վերածվեց կղերական կաստայի, որտեղ ամեն ինչ գաղտնի է, ոչինչ հնարավոր չի պահանջել հաշվետվություն, ձեր ասած Արշակ կամ Սամվել Խաչատրյանի ելույթը ուղղակի անելանելիությունից ինքը կազմակերպեց 26 տարի շարունակ չկար այդպիսի բան։ Ուղղակի իրենց գործը անում էին Իրենց գործը անում էին եւ ոչ մեկ չգիտեր ինչ գործ են անում։ Հիմնականում չգիտեին ինչ որ կոնդակներ Էջմիածին ամսագրում մի երկու հատ տեղեկություն, որ այս ինչ մարդը եկավ, այս ինչ մարդը գնաց։ Ուրիշ ոչինչ։ Բայց թե ինչպես է կառավարվում եկեղեցին, ինչ հասույթներ ունի, ֆինանսական հոսքերը։ Ֆինանսական հոսքերը, բայց դա թեև շատ անհրաժեշտ է, դա միայն ուղղակի նյութական կողմն է։ Եկեղեցու ղեկավարի կամ ղեկավարների ողջ իշխանությունը ըստ էության բարոյական իշխանություն է։ Իրեն հեղինակության իշխանություն է։ Այսինքն իհարկե կան կանոնագրքի հոդվածներ, որոնք իրենք բոլորը կամ մեծ մասը խախտում են, եթե չէ։ Այսինքն ուզում ասեմ, օրինական կետեր կան, որոնցով իրենք պիտի ապրեն, բայց խորքում էության մեջ իրենց իշխանությունը պետք է լինի զուտ բարոյական եւ հեղինակության իշխանություն։ Իրենք հիմա ինձ թվում է չեն ընկալում։ Ամբողջ շեշտը դնում են, այս մեկը օծված է, այն մեկը օծված չի, սրան զրկեցինք օծությունից, ոնց որ թե օծությունը ինչ որ չգիտեմ ինչ է։ Օծությունը շատ կարևոր բան է, շատ կարևոր բան է։ Եթե պահպանվում են այլ պայմաններ, այլ պայմաններ։ Այսօր նույն այդ Խաչատրյանը, դիվանապետ Խաչատրյանը հայտարարել է, որ կաթողիկոսը ոչ մի հնարավորություն չունի հեռանալու։ Ինչպես եք դուք հասկանում այս հայտարարությունը։ Ինչու չունի հնարավորություն։ Ասած այդ կետը չեմ լսել, բայց այն ինչ որ դուք ասում եք, Ես հիմա ցիտում եմ իրեն։ Այո, ես ենթադրում եմ, որ իրան թույլ չեն տալիս այլ զորավոր ուժեր։ Դա մեկը կոմպրոմատների զորությունն է, մյուսը դրանց հետևում կանգնած օտարերկրյա բաները, գուցե կան նաև այլ ուժեր, որ մենք չգիտենք։ Չիմացած բաների մասին չենք կարող խոսել, բայց այն ինչ ես ասացի, դրանք արդեն փաստերը տեսնում ենք։ Մեդալներ, շնորհակալագրեր, բանը, այնտեղից պաշտպանական ելույթներ Զախարովայի կողմից, այսինքն ամեն ինչ բաց է արդեն։ Այո։ Այսօր հենց նույն դիվանապետը նաև հայտարարեց, որ ինքը այս պահին չի դադարեցնի հայ առաքելական եկեղեցում իր ծառայությունը, բայց չի բացառվում, որ ինչ որ պահի որոշումը փոխի։ Իրականում շատ հետաքրքիր մի հայտարարություն է, ես օրինակ այստեղ տեսնում եմ, որ նա առնվազն իր համար այդ հետդարձի, հա, նահանջի համար ճանապարհ է թողնում, եւ տպավորություն է, որ իրոք Արշակ Խաչատրյանը շուտով այդ որոշումը կկայացնի։ Ձեր ասած այդ ցիտատը մոտ Ես այսպես եմ հասկանում իր ցիտատ, չգիտեմ։ Ես ավելի շուտ ընկալում եմ որպես առևտուր։ Այսինքն ինքը պահանջում է մի բան, որի դիմաց ինքը
Օրինակ ինչա պահանջում։ Չգիտեմ։ Դե այդ բանի համար հո չեն նստեցնելու իրան։ Այդ Քերակնոջ համար։ հա, քերակնոջ համար հո չեն նստեցնելու։ Ինչ պիտի պահանջի։ Հավանաբար կան ուրիշ բաներ։ Կան նաև այլ խնդիրներ։ Ես ենթադրում եմ, որտեղ իրոք այդ պատմությունը ընդհանրապես իր բարոյական կերպարն է փչացնում, բայց բավարար չի իրավական գործընթացներ սկսելու։ Թե ինչ իրավական բաներից է վախենում, չեմ կարող ասել։ Շատ լավ, պարոն Գրիգորյան, եկեք դիտարկենք իրավիճակը բոլոր կողմերից։ Արդարությունը լավ բան է։ Հիմա շատ մարդիկ հիմնականում քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, հիմնականում այն ուժերը, որոնք պատասպարվել են խորհրդարանում, պնդում են, որ այդ արքիեպիսկոպոսները, որոնք այդ հայտնի նամակի տակ ստորագրել են, նրանց մեջ էլ կան մարդիկ, որոնք բարոյականությունից հեռու են, օրինակ պարոն Կճոյանը, որը Bentley ունի, հա, հասկանալի մի կերպար։ Իր անունը շատ է հորովում հիմա, եւ հիմա այդ նույն մարդիկ, ովքեր ժամանակին ասում էին, որ Կճոյանին բան մի ասեք, ինքը սուրբ է, ինչ կարևոր է, ինչ ունի, ինչ չունի։ Հիմա ասում են, որ ինքը դավաճան է։ Ինքը այն ձեռքը, որը իրեն այդ կոպիտ ասած է, դա իրանց ասած է, այդ ամենը շնորհել է, իմ ձեռքը կծում է։ Բայց դավաճան է ինքը ինչ բարոյա հոգեբանական։ Իրավիճակը ստեղծվում, հա, ես նես տպավորություն ունեմ, մենք ապրում ենք ինչ որ այդ ծուր հայելիների թագավորությունում։ Եվ ասենց մենք ժողովուրդ ենք, ու ասենց բոլորը դուրս են գալիս ու մեզ այս իրականությունը ներկայացնում են, այս հայելու կողմից ասում են, այս է իրականությունը։ Անցնում է մի քանի տարի, մի քանի ամիս, չէ, այս հայելով նայեք, որտեղ մեզ այդ պահին դա է ձեռնտու։ Ես հասկանում եմ, որ բարոյա հոգեբանական կերպարը պարոն Կճոյանի, պարոն Խաչատրյանի եւ պարոն Կտրիչ Ներսիսյանի շատ քիչ բաներով է տարբերվում իրենից։ Բայց դե լավ թե, դա էլ պետքա չէ նշենք։ Հիմա դուք ասում եք, այդ պարոնենք, որոնց մասին ես խոսում եմ, որ դուք մեր հասցեին էին ասում այդ թվում նաեւ, մենք հարցակվում ենք եկեղեցու վրա։ Երբ որ պահանջում ենք, որ մարդիկ, ես օրինակ պահանջում եմ, որ եկեղեցու վերնախավավերանա մեկ հիմնական պատճառով։ Ինքը աշխատում է այլ պետությունների վրա։ Այլ պետությունները վերանա նկատի ունեք թե փոխվի։ Հեռանա, փոխվի, չէ, չվերանա, ես այդքան արյունարբու չեմ։ Հիմա իմ խնդիրը սա է։ Հիմա իրենք ասում են, չէ, հիմա այս դեպքում դուք հարցակվում եք եկեղեցու վրա, բայց այս դեպքում արդեն եկեղեցու վրա չեք հարցակվում։ Երբ որ ասում եք Կճոյանը դավաճան, հա, ոնց կլինի սենց։ Այդ ծուր հայելիները անդադ պատտվում են մի կողմից, ես են ներկայացնում, մի կողմից են ներկայացնում, դե լավ, դե ժողովուրդը հիմար չի, մենք էլ ենք չհասկանում ինչա կատարվում։ Հեշտ բան չի այս տարում, երբ որ ամեն ինչ այդ ձևի է, ընդ որում մենակ Հայաստանում չի, ամբողջ աշխարհում է այդ ձևի։ Այսօր մի բանը պետությունների հարաբերություններում համարվում էր վատ, վաղը համարվում է լավ։ Եվ հակառակը։ Պետությունների, սա քաղաքականություն է, իսկ սա քաղաքականություն չէ։ Սա քաղաքական մեթոդներ է կիրառվում։ Իրականում դարձրել են քաղաքականություն, հենց այդ ամբողջ։ Այո, հենց առաջին օրվանից մենք ասում ենք չի կարելի դες բանանը, դա սխալ բան է։ Եկեղեցին պետք է ինքնամաքրվի ներսից։ Այդ գործընթացը պետք է ես օրինակ շատ ուրախ եմ, որ այս հայտարարությունը եղել է, որովհետև տեսնում եմ, որ եկեղեցու ներսում կան մարդիկ ու ներսից այդ խնդիրը փորձում են լուծել։ Ես դեմ եմ, երբ որ կառավարությունը մտնում է այդ խնդրի մեջ եւ փորձում է լուծել դրսից։ Սա ճիշտ չի։ Նույն ձևով ինչպես եկեղեցին է փորձում լուծել ինչ-որ պետական հարցեր։ Այո։ Ես սրա մասին եմ խոսում։ Հանուն արդարության պետք է ասենք, որ հակառակ քննադատությունն էլ կա։ Իհարկե։ Այսինքն, որ երեք վատն էին, այսօր ոնց եղավ, որ ոմանց համար լավը դարձավ։ Իհարկե։ Կառավարության։ Այսինքն դա ցույց է տալիս բևեռացման աստիճանը, որ մեր ազգի մեջ հանուն բևեռացման մարդիկ, այսինքն օբյեկտիվության չափանիշները պատրաստ են կորցնել։ Նորից եմ ասում, ամենազգաստ մարդու համարել դա հեշտ բան չի, այս պայմաններում պահել։ Այնպես որ ես չեմ զարմանում, ուղղակի ես ինքս փորձում եմ այդ օբյեկտիվության չափանիշները պահել, ինչ վերաբերում է այս 10 եպիսկոպոսներին, այսպես ասենք, քրիստոնեական տեսակետից, էլի, մարդը մինչև կյանքի վերջին վայրկյանը ի վիճակի է փոխվելու, ընդ որում եւ դեպի լավը, եւ դեպի վատը։
մի հատ հետաքրքիր հարանց վարքից մի հետաքրքիր դրվագ ասեմ, այդ նշանավոր անապատական սուրբերից մեկը Մահվան արդեն մի քիչ է մնացել, այդպես են նկարագրում, էլի, վարքագրերը, ասում է վերջի պահին Սատանան ուզում է մի հատ էլ գայթակղել, ասում է, դու ինձ հաղթեցիր, ով, այսինչ, ասում է, հələ հայտնի չի, սպասի, մեռնեմ նոր։ Այսինքն հիմա մինչև վերջի պահն էլ մարդիկ իրավունք ունեն ինչ-որ քայլեր անելու եւ դրական հիշատակներ թողնելու իրենց անվան համար։ Ինչի ենք մենք դրան զարմանալի վարվում։ Չէ, պետք է իրոք թողնենք, ընդունենք, որ այդ մարդիկ կատարում են ինչ-որ քայլ, թե ինչ կլինի դրա վերջում, կատարյալ ներման կհասնեն, կիսակատարյալ, թե ինչ, թողնենք ընթացքը գնա իր ձևով։ Հիմա այս եպիսկոպոսները ասեն, որ հայ առաքելական եկեղեցում ըստ էության երկրային ուժերից եկեղեցին պատկանում է հիմնականում հավատացյալ հոտին, բայց վարչական իմաստով նրա ղեկավարները եպիսկոպոսներն են։ Այսինքն եպիսկոպոսները ունեն հսկայական իշխանություն շատ հարցեր լուծելու։ Ուրիշ բան, որ իրենք կապը կտրում են ժողովրդից, բայց հիմա այն պահն է, որ այդ կապը արդեն շատ վատ վիճակում է եւ իրենք պետք է գործեն։ Մինչեւ հասնենք մի հանգրվանի եւ որ սկսեն կամած այդ կապը վերականգնել, բուժել իրավիճակը, բայց մեր հեռանկարում պետք է լինի այդ վիճակը, որ ժողովուրդը շատ ակտիվ պետք է լինի, գիտակից հավատի մեջ ամուր կանգնած, ոչ թե զանազան, այսպես նախապաշարումներով տարվող։ Հիմա շատ անգամ նայում ես, մարդիկ ավելի շատ նախապաշարումներ ունեն եկեղեցի ասել բառի տակ, քան թե իրական հավատք կամ գիտելիք կամ եւ այլն։ Տեսեք, բան գրքան, դու շատ լավ բան ասացիք, դուք ասացիք, որ կապը կտրվում է եկեղեցու եւ ժողովրդի միջեւ եւ դա արվում է եկեղեցականների կողմից, այն դեպքում, երբ որ ես օրինակ կարծում եմ, որ եկեղեցին ընդհանուր առմամբ ավելի շատ պետք է այդ կապը ոչ միայն վերականգնի, այլ եկեղեցականները պետք է ժողովրդի մեջ գնան։ Ինչքան շատ, այնքան լավ։ 21-րդ դարը հիմա շատ ակտիվ տրանսֆորմացիոն փուլ է բոլոր ոլորտներում։ Աշխարհը շատ շուտ է փոխվում։ Եվ ես կարծում եմ, որ իրականում անհնար է, որ եկեղեցին չփոխվի։ Եթե եկեղեցին չի փոխվում, ինքը պարփակվում է իր մեջ եւ վերածվում է մոտավորապես այն ստրուկտուրայի, որը մենք ունենք այսօր, իր բոլոր նեգատիվ կողմերով եւ մինուսներով։ Այսինքն, սա անխուսափելի գործընթաց է, եկեղեցին պետք է փոխվի եւ միայն կտրիչ Ներսիսյանին փոխարինելով ինչ որ այլ արքիեպիսկոպոսով, այլ կաթողիկոսով խնդիրը չի լուծվելու իրականում։ Սա միայն, այսպես ասեմ, այդ վերևի բուրգի վերևի երևացող խնդիրն է, որը մենք տեսնում ենք բոլորս եւ նշмарում ենք, բայց խնդիրները շատ են։ Ըստ ձեր կարծիքը կուզեի նաեւ իմանալ, այդ եկեղեցականները հասկանալի է, հին ավանդական ինստիտուտը ռեֆորմացիայից միշտ էլ վախեցել են եկեղեցականները, միշտ բոլոր դարերում։ Բայց ես նորից եմ ասում, հիմա անխուսափելի գործընթաց է սա։ Նաև ձեր կարծիքը, դուք ինչպես եք կարծում, այդ եկեղեցու փոխակերպումը ինչպես կարելի է, ինչպես եք դուք դա տեսնում, եթե տեսնում եք։ Եկեղեցու փոխակերպումը արդեն սկսվել է։ Ուղղակի մենք պետք է տեսնենք գլխավոր գործող անձանց։ Գլխավոր գործող անձը դա հիմա ժողովուրդն է, որը թեև հուսահատ, թեև այսպես անկազմակերպ ձևով, բայց իր ձայնը արդեն բարձրացնում է։ Ես պատկերացնում եմ, որ այս process-ը պետք է այս process-ն է լինելու որոշիչը եւ ինքը գնալով հզորանալու է։ Անշուշտ վարչապետի դերը այստեղ անուրանալի է, որ ինքը որոշեց կանգնել այդ շարժման գլուխ։ Բայց ինքը ոչ մի հաջողության չէր հասնի, եթե հավատացյալ ժողովրդի մեջ ինչ որ այդ տրամադրությունները արդեն չլինեին, 26 տարվա այդ բարկությունը ասենց կուտակված չլներ, անբավարարվածությունը, ինչ որ լուծումների որոնումը, կրկնում եմ, հուսահատ որոնումներ են, բայց մի օր դրանք դառնալու են այսպես մեծ գետ
եւ սնուցելու են այս տրանսֆորմացիան։ Եվ կարծում եմ, որ մենք կարող ենք հասնել մեծ հաջողությունների, որովհետև տեսեք, թեև ինչպես ասացի, մեր ժողովրդի մեջ շատ են նախապաշարումները, շատ են արտաքին բաներին հետևելը, արտաքին ինչ-որ երևույթներին հետևելը, բայց սա ես համարում եմ մի հատ միստիկ բան, որ մեր ժողովրդի մեջ այս 1700, բայց իրականում 2000 տարվա մեր եկեղեցու գոյությունը մի հատ, չգիտեմ, ԴՆԹ-ի մակարդակով, թե ինչ մակարդակով, թե ավելի խորը մակարդակով թողել է մի բան, որ մեր ժողովուրդը թեև աչքերը կիսափակ է եղել, բայց զգում է, թե որն է իրենը, որն է իր եկեղեցին եւ փորձում է նրա համար պայքարել։ Սա, ասենք, մի բան է, որ ռացիոնալ հաշվարկի չի ենթարկում։ Ես չեմ կարող դա մաթեմատիկորեն ապացուցել կամ ինչ-որ տող նշել, բայց որ դա գոյություն ունի, ես զգում եմ եւ հավատացած եմ դրանում եւ նաեւ մարգարեություններն են ասում մեր ազգի մասին, որ այո, չնայած այդպիսի անկումների, վերելքներն էլ են անխուսափելի, որքան անկումները։ Ինձ մոտ նաև տպավորություն է ստացվում, կարող եմ սխալվել, պարոն Գրիգորյան, որ գործող կաթողիկոսը եւ օրինակ դիվանապետը, մի հատ արքիեպիսկոպոսները այդքան ամուր կարճել են իշխանությունից, որովհետեւ հասկանում են, որ այդ իշխանությունը եթե կորցնեն, շատ բաներ է բացվելու դրանից հետո, որը կապված է իրենց հետ։ Հավանաբար այդ իր ասած նախադասությունը դա էր նշանակում, որ չի կարող թողնել, այլապես ինչ որ բաներ կկատարվեն։ Ոչ թե չի ուզում, այլ չի կարող։ Այո։ Տոտալ, իսկ երևի թե վերջի հարցը, սա էլ է կարևոր հարց, շատ է խոսվում նաև, որ սա ունի նախընտրական տրամաբանություն կապված խորհրդարանական ընտրությունների, որոնք Հայաստանում լինելու են այս մյուս տարի հունիսի 7-ին, եթե չեմ սխալվում, դուք կապ տեսնում եք այստեղ։ Անշուշտ կա, բայց այդ կապը իրենցը չի։ Թելադրված կապ է։ Ես ենթադրում եմ, որ ինչքան որ ես շփվել եմ հոգևորականների հետ, ցավոք սրտի նրանցից շատերը ուղղակի կրավորական կեցվածք ունեն։ Իրենք ինչ որ հեռահար քաղաքական պլաններ չեն մտածում։ Նույնիսկ այս որ 18 թվականից էր, չէ՞, թե որ թվական, չէ, 21 թվականից, երբ որ սկսեցին այդ ցույցերին իրենց մասնակցությունը, բան, սկզբում այտենց անկազմակերպ բան, իսկ 24 թվականին ուղղակի շարժում սկսվեց, երևաց, որ իրենք բան չեն, կազմակերպված չեն ինքնին։ Որոշումները ավտոնոմ չեն կայացվում։ Ավտոնոմ չի կայացվում։ Կերևար, եթե այդ որոշումների ավտոնոմ լինեին այդ որոշումները, դա կզգացվեր։ Հիմա զգացվում է, որ դա սիտուատիվ որոշումներ են։ Այսօր սենց, վաղը նենց, նոյեմբերի 9 վատ էր, հիմա լավն է։ Ես ասում եմ, Ծոր Հայելների թագավորությունը, այն ինչ որ 3 վատներ, այսօր դառնում է լավը եւ հակառակը։ Լավ, ինչևէ, շատ շնորհակալ եմ ձեզ, պարոն Գրիգորյան, ձեր համար։ Մեր հյուրն էր անկյունակալ հրատարակչության հիմնադիր, թարգմանիչ Խաչիկ Գրիգորյանը, իսկ մենք քիչ անց կվերադառնանք եւ կշարունակենք մեր աշխատանքը առաջին եթերում։ Մեկ, երկու, երեք, Սև ուրբաթի գները հետ բերեք, Կիբեր երկուշաբթի իդեալ համակարգում, դեկտեմբերի 1-ին, 2-ին եւ 3-ին, իդեալ համակարգը եւս մեկ հնարավորություն են ձեռում կատարել գերշահավետ գնումներ լավագույն պայմաններով, շտապեք, որ հասցնեք, կան տարբերակներ, կա իդեալական տարբերակ։
Մեր եթերը շարունակվում է, մեր հյուրն է, որը մեզ միացել է տեսակապով, քաղաքական վերլուծաբան Բորիս Նավասարդյանը։ Բարև ձեզ, պարոն Նավասարդյան։ Բարև ձեզ։ Տեսնում ենք վերջին օրերին հերթական ակտիվացման փուլը հայ-թուրքական, հայ-ադրբեջանական հարաբերություններում տեղի ունեցավ Գաբալա քաղաքում ադրբեջանական պրոֆիլային երկու այդ հանձնաժողովների հերթական նիստը որոշում է կայացվել, մյուս նիստը կա իրականացնել արդեն Հայաստանի քաղաքներից մեկում, Հայաստանի տնտեսության նախարար Արմեն Գևորգ Պապոյանը նաև հանդիպում է ունեցել Ստամբուլում, որտեղ նա իր գոլեգայի հետ, գործընկերոջ հետ խոսել է եւ քննարկել է Կարս Գյումրի երկաթուղային գծի վերաթողարկումը, նաև Թրիպի շրջանակներում եւս մեկ հանդիպում է եղել, չի նշվում թե կոնկրետ ովքեր են հանդիպել, բայց նշվում է որ պրոֆիլային երկու հանձնաժողովներն են հանդիպել հայ-թուրքական հարաբերությունների մասով։ Ակտիվացումը, այսինքն մենք տեսնում ենք այդ ակտիվացումը, ըստ ձեզ Թրիպը իրոք առաջ է գնում, որովհետև նաև շատ պեսիմիստական կարծիքներ են հնչում, հիմնականում Հայաստանի ներսից, որ այդ գործընթացը, չգիտեմ, իմիտացիա է, որ նոյեմբերի 9-ին պետք է վերադառնանք, որ սա որևէ լավ տեղ չի տանում։ Դուք այս ռեալ ակտիվացումը տեսնում եք։ Իհարկե տեսնում եմ եւ մանավանդ երբ մենք համոզվում ենք համարյա ամեն օր, որ բոլոր շահագրգիռ կողմերը բավականին հետևողական են այս հարցում եւ ունեն լուրջ ակնկալիքներ, դժվար է պատկերացնել, որ ինչ-որ լուրջ խոչընդոտներ կարող են լինել ծրագրի իրականացման համար։ Իհարկե կան մանրամասներ, որոնց վերաբերյալ պետք է հստակեցում մտցվի եւ համաձայնեցում սկզբից Հայաստան ԱՄՆ երկկողմանի բանակցություններում, հետո նաև արդեն Ադրբեջանի ներգրավմամբ, քանի որ պարզ է, որ Ադրբեջանը պետք է իր համաձայնությունը տա այն պայմանավորվածություններին, որոնք կլինեն Վաշինգտոնի եւ Երևանի միջև։ Եվ բնական է, եթե Թրիպի վերաբերյալ գնալով հստակեցվում է ամեն ինչ, ապա առավել հետաքրություն կլինի նաև թուրքական կառավարության շրջանակներում։ Մենք տեսնում ենք նաև, որ Թրիպի իրականացման անբերությամբ սպասում են նաև Կենտրոնական Ասիայում, քանի որ ակնհայտ է Ադրբեջանի ակտիվությունը Կենտրոնական Ասիայի ուղղությամբ, Թուրքիայի հետաքրությունը միշտ էլ կար այդ տարածաշրջանի հասցեին եւ նաեւ ակտիվանում են Հայաստան-Ղազախստան հարաբերությունները եւ ես համոզված եմ, որ վաղ թե ուշ մենք ունենանք այդ տարածաշրջանի մեզ համար ամենապրոբլեմային երկրի հետ, Ուզբեկստանի հետ նույնպես երկխոսություն։ Դա չի նշանակում, որ Հայաստանը չունի նաեւ տնային աշխատանք կատարելու եւ այդ տնային աշխատանքը կապված է նրա հետ, թե ինչպես ենք մենք տեսնում Թրիպի եւ դրա շարունակության իրականացումը այն պայմանավորվածությունների ներքո, որոնք ունենք Եվրասիական միության եւ մասնավորապես Ռուսաստանի հետ հարաբերություններում, խոսքը եւ սահմանապանների մասին է, խոսքը եւ մաքսային կանոնադրության մասին է ԵԱՏՄ շրջանակներում, ինչպես նաեւ Հարավ-Կովկասյան երկաթուղու շահգործող ընկերության հետ մեր հարաբերությունների հստակեցում, դրանք կարծում եմ սպասում են եւ մեր գործընկերները այլ երկրներում եւ հուսով եմ, որ բավարար ուշադրություն կդարձնեն այն միգուցե փոքր, բայց կարեւոր եւ էական չլուծված հարցերին։ Դուք նշեցիք, որ Ադրբեջանը պետք է իր համաձայնությունը տա ԱՄՆ-Հայաստան պայմանավորվածություններին։ Արդյոք այդ համաձայնությունը օգոստոսի 8-ին չի տրվել արդեն։ Թե խոսքը այլ պայմանավորվածությունների մասին է։ Խոսքը սկզբունքային համաձայնության մասին է, սկզբունքային հարցի նկատմամբ, բայց այն մանրամասները, որոնք պետք է հստակեցվեն ԱՄՆ եւ
Հայաստանի միջև ներեք տեխնիկական եւ ներդրումային հարցերում բնականաբար նույնպես կարևոր է Ադրբեջանի համար եւ երբ վերջնական պայմանավորվածության կան Վաշինգտոնը եւ Երևանը բնական է որ Ադրբեջանը պետք է եւս իր օքեյ ինչպես ասում են դնի այդ պայմանավորվածությունների նկատմամբ եւ դրա մասին եղել են նաեւ հայտարարություններ պաշտոնական մակարդակով Բաքվից, որ նրանք իհարկե կարևորում են Հայաստան-ԱՄՆ համաձայնությունները, բայց դրանց վերջնական տեսքի բերելը շատ է հետաքրում եւ պետք է նաեւ Բաքվի կողմից հավանություն ստանա։ Պարոն Նավասարդյան, ինչ է փոխվել Ադրբեջանում, ինչը ստիպում է Բաքվին լինել ավելի կոնստրուկտիվ Հայաստանի հետ հարաբերություններում։ Ինչ որ փոփոխություններ կան, չէ՞, որտեղ եթե մենք դիտարկում ենք Ալիևին միջև օգոստոսի 8-ը եւ օգոստոսի 8-ից հետո, ինչ որ բան է փոխվել, չէ՞, Ադրբեջանում, որ ինքը գնացել է այդ օգոստոսի 8-ին եւ լավ թե վատ, բայց այս տրամաբանության շրջանակներում առաջ է գնում։ Ինչ փոփոխություն է տեղի ունեցել։ Եվ դա տեղի է ունեցել Ադրբեջանի ներսում, թե օրինակ կարելի է միգուցե Ռուսաստանի հետ հարաբերություններում, միգուցե ԱՄՆ-ի հետ հարաբերություններում։ Դե դուք ակնարկեցիք այն հիմնական ուղղությունները, որոնցով պայմանավորված է Ադրբեջանի այսօրվա վերաբերմունքը Հայաստանի հետ հարաբերություններում։ Ու առաջին տեղում ես կարծում եմ Ադրբեջանի ռազմավարական պլանները եւ դրանք ներառում են այնպիսի բաղադրիչ, ինչպես երկիրը լուրջ տրանզիտային հանգույց դարձնելը, որը գալիս է ինչ-որտեղ փոխարինման նավթի եւ գազի միջոցով ստացվող եկամուտների, քանի որ դրա այդ ռեսուրսները ի վերջո անվերջ չեն, պաշարները անվերջ չեն, բայց Ադրբեջանը ցանկանում է լինել խոշոր տնտեսական խաղացող նաև ապագայում։ Երկրորդ հանգամանքը դա իհարկե Ռուսաստանի հետ հարաբերություններն են, որոնք այսօր այդքան էլ բարվոք չեն, ինչպես մի քանի տարի առաջ, մանավանդ որ Ադրբեջանը եւ նույն Կենտրոնական Ասիայի պետությունները փաստորեն ձևավորում են համագործակցության մի նոր մոդել, որը փաստորեն ներառում է նախկին խորհրդային միության տարածքը, այսինքն այն տարածքը, որի վերաբերյալ Ռուսաստանը ցանկանում էր պահպանել մենաշնորհ, բայց այսօր ինչպես տեսնում ենք առնվազն Ադրբեջանը, Ղազախստանը եւ Ուզբեկիստանը դրա հետ համաձայն չեն եւ ցանկանում են նոր պայմաններով եւ նոր շահեր կառուցել իրենց հարաբերությունները։ Հաջորդ գործոնը դա իհարկե ԱՄՆ-ն է։ Ադրբեջանը բավականին սառը հարաբերություններ ուներ ԱՄՆ-ի հետ դեռ 2 տարի առաջ եւ հաշվի առնելով ինչպիսի հզոր երկիր է ԱՄՆ-ն եւ ինչպիսի վճռական քաղաքականություն այսօր իրականացնում ԱՄՆ նախագահ Թրամփը, այդ սառնությունը հարաբերություններում պահպանելը Ադրբեջանի շահերի չէր բխում եւ վերանայվել է վերաբերմունքը ԱՄՆ-ի նկատմամբ մանավանդ որ ԱՄՆ-ն բավականին կարևոր դերակատարություն ունեցավ Ադրբեջանի համար կարևոր այդ թրիփի նախաձեռնման շնորհիվ։ Վերջապես չի կարելի բացառել, որ Ադրբեջանի համար կարևոր են հարաբերությունները Եվրամիության հետ, որքան էլ նրանք այսօր անորոշ եւ բարդ են, եւ դրա մասին վկայում է նաեւ Իլհամ Ալիևի օգնական Հիկմետ Հաջիևի այցելությունը Բրյուսել, իսկ ոչ բոլոր հարցերն են լուծել, ոչ ինստիտուցիոնալ առումով վերջնական համաձայնություն կա, ես նկատի ունեմ համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագիրն է, որը մինչ այսօր չի ստորագրվել Բրյուսելի եւ Բաքվի միջև, թեև բանակցությունները արդեն բավականին երկար են տևում, եթե չեմ սխալվում 10 տարուց ավել։ Ադրբեջանը ունի Եվրամիությունից ակնկալիքներ տարբեր ներդրումային ծրագրերի եւ որը վերաբերում է տարբեր վերականգնողական աշխատանքներին եւ հաղորդակցությունների մեջ Եվրամիության որպես ներդրողի մասնակցության նկատմամբ կան Բաքվում ակնկալիքներ, առաջին հերթին խոսքը գնում է Նախճիվանի
տարածքով անցնող երկաթուղու վերականգնման մասին դե վաղուց եւ կարեւոր հարց է Ադրբեջանի համար նաեւ Եվրամիության ներդրումները ականազերծման աշխատանքներում եւ մենք շատ լավ հիշում ենք որ հենց Ադրբեջանի ճնշման ներքո եւ Հունգարիայի աջակցությամբ Եվրամիությունը որոշ գումարներ կրկին եթե չեմ սխալվում 20 միլիոնի 210 միլիոն տրամադրեց Ադրբեջանին, բայց Ադրբեջանը դրանով բավարարված չի եւ այլ ակնկալիքներ ունի։ Մյուս կողմից Եվրամիությունը այդ ակնկալիքները պատրաստ կլինի բավարարել, եթե լինի նաեւ կառուցողական գործընթաց Բաքվի եւ Երևանի միջեւ։ Մի խոսքով մի քանի հանգամանքներ կարևորագույն կան, որը դրդում է Ադրբեջանին լինել կառուցողական, դե էլ չենք ասում, որ Կամաց ենթադրում եմ ադրբեջանական հասարակության մեջ ձևավորվում է առաջնահերթություն, որ պետք է տարածաշրջանում խաղ ապրել, այդ թվում նաև երկար տարիներ կոնֆլիկտի մեջ գտնվող Հայաստանի հետ։ Այնպես որ այդ գործոնները այսօր առաջին պլանում են, թեև մենք պետք է հասկանանք, որ Ադրբեջանը բավականին լուրջ վերաբերում է տարբեր սցենարներին, մանավանդ որ իրավիճակը փոփոխական է եւ կարող է լինել այնպիսի դինամիկա, որը առաջ կբերի այլ սցենար Ադրբեջանի արտաքին եւ տարածաշրջանային քաղաքականության մեջ, եւ որոնք միգուցե այդքան էլ ցանկալի չեն լինի Հայաստանի նկատմամբ, եւ դա է պատճառը, ինչու Հայաստանը պետք է այս առաջին եւ հիմնական սցենարի նկատմամբ լինի ուշադիր եւ հետեւողական գործողություններ քաղաքականություն իրականացնել։ Կբացեք փակագծերը որ սցենարի մասին եք ակնարկում։ Խոսքը այն սցենարի մասին է, որ պետք է բացվեն հաղորդակցությունները, որ պետք է լինի համագործակցային միջավայր Հարավային Կովկասում, որ այդ միջավայրը պետք է նպաստի նաեւ նրան, որ արևտրային ուղիները կբացվեն կենտրոնական։ Ես ասում եմ երկրորդ սցենարը, երբ որ Ադրբեջանի դիրքորոշումը կարող է փոխվել, որը Հայաստանի համար լավ չէ, բարենպաստ չէ։ Երկրորդ սցենարը դա պարզ է, դա շարունակել ճնշումներ գործադրել Հայաստանի նկատմամբ, այդ թվում օգտագործելով տարբեր ուժային եւ սադրիչ գործողություններ սահմանում, այսինքն այն ինչ մենք տեսել ենք նախորդ տարիների ընթացքում Եվ եթե Ադրբեջանը զգաց, որ առաջին սցենարի համար կան խոչընդոտներ կամ դանդաղում է դրա իրացումը, անորոշ է մնում, բնականաբար ավելի կակտիվանա նաև երկրորդ սցենարը, մանավանդ որ դրանում շահագրգռված առնվազն մեկ պետություն կա, եւ դա Ռուսաստանն է, եւ կարծում եմ մեր փորձագիտական, քաղաքագիտական դաշտում բավականին հստակ ձևավորվել է համոզմունք, որ առանց Ադրբեջանի եւ Հայաստանի միջև եթե ոչ կոնֆլիկտային, ապա նաեւ ոչ գործընկերային հարաբերությունները դրանք հիմնական գործոնն են, որը կապահովի Ռուսաստանի ազդեցությունը մեր տարածաշրջանի վրա։ Այդ երկրորդ սցենարի գործարկումը այդ թվում նաև Հայաստանում կա այսպիսի տեսակետ, շատ է տարածվում, բավականին վատատեսական, որ նաև կարող է լինել պատճառը Թրամփի փոփոխությունը, այսինքն երբ որ լինեն ընտրություններ եւ կան այլ իշխանություն կամ հանրապետական կամ դեմոկրատական եւ այս բոլորը Թրամփի ուղին այլևս չաշխատի։ Դուք այս խնդիրը, այս վտանգը տեսնում եք, եթե լինի իշխանափոխություն, թե ԱՄՆ-ի շահերը այսպես թե այնպես չեն փոխվելու։ Այո, դա այն ռիսկերից է, որը մենք պետք է նկատի ունենանք, թեև ես համոզված եմ, որ ԱՄՆ-ի շահերից նույնպես բխում է, որպեսզի լինի լարվածության իջեցում մեր տարածաշրջանում եւ աշխատեն արևտրային ուղիները, սակայն առաջնահերթության տեսակետից փոփոխություններ հնարավոր են նաեւ լուրջ հակասություններ ԱՄՆ քաղաքական վերնախավում, որոնք բերում են այնպիսի տեխնիկական դժվարություններին, ինչպիսին մենք տեսանք ուղղակի մի քանի շաբաթ առաջ, ես նկատի ունեմ shutdown-ը, այսինքն
բյուջեի հաստատման հետ ձգձգումներ եւ Դա գրեթե ամեն տարի լինում է, չէ՞, պարոն Նավասարդյան։ տարբեր դժվարություններով այս անգամ դժվարությունները մասամբ հաղթահարվեցին նրա շնորհիվ, որ հանրապետական կուսակցությունը ամեն դեպքում ունի մեծամասնություն երկու պալատներում էլ, իսկ 1 տարի հետո մենք ունենալու ենք հերթական ընտրությունները, որոնք կարող են այդ ուժերի հարաբերակցությունը փոխել եւ անգամ ռազմավարական հետաքրությունը ԱՄՆ-ի կողմից մեր տարածաշրջանում խաղաղության նկատմամբ այդ ներքին հակասությունները կարող են ոչնդոտ հանդիսանալ կոնկրետ որոշումներ կայացնելու ներդրումներ իրականացնելու համար, իսկ դա նշանակելու է դանդաղում գործընթացներում եւ այլ գործոնների արդեն բացասական ազդեցություն մեր տարածաշրջանի վրա։ Դա է պատճառը, ինչու ես մշտապես հնչեցնում եմ գաղափարը, որ մենք այսօր ունենք հնարավորությունների պատուհան, որը պետք է հնարավորինս արագ, որից պետք է հնարավորինս արագ օգտվել եւ հասցնել իրավիճակը անշրջելի կետ, ըստ որի անգամ այդպիսի անորոշությունների եւ փոփոխությունների պարագայում գործընթացը կանգ չի առնի կամ գոնե նրա նկատմամբ հիմնական վերաբերմունքը, սկզբունքային վերաբերմունքը Հայաստանի եւ Ադրբեջանի չփոխվի։ Այսինքն պետք է շտապենք։ Միշտ պետք է շտապել, մանավանդ որ ահագին ուշացել ենք արդեն։ Պարոն Նավասարդյան, նաև այսպիսի մի բան կուզեի քննարկել ձեզ հետ, դուք նշեցիք, որ ի թիվս բոլոր հանգամանքների, ինչու է Ադրբեջանը, որոնք ընկած են Ադրբեջանի Բաքվի այս կառուցողականության հիմքում, Ադրբեջանի տնտեսական շահերը, որ նավթային եկամուտները, էներգետիկ ռեսուրսներից եկող եկամուտները գնալով նվազում են եւ Ադրբեջանը խնդիր է դրել դառնալ լուրջ տրանզիտային երկիր տարածաշրջանում, բայց չէ որ այդ տրանզիտային պոտենցիալ ստանալու է նաեւ Հայաստանը եւ արդյոք Ադրբեջանին այս առումով հաշվի առնելով երկարամյա իրենց քաղաքականությունը Հայաստանի իզոլյացիայի բոլոր տնտեսական նախագծերից տարածաշրջանում, արդյոք իրենց ավելի ձեռնտու չէ որ այդ ճանապարհը Ադրբեջանից շարունակվի Վրաստանի տարածքով։ Ինչու են գնում այդ ճանապարհով, որպեսզի նաեւ Հայաստանի տարածքով լինի, չէ՞ որ Ադրբեջանը շատ դեպքերում, այսպես ասեմ, կարակել է սեփական ոտքին, միայն թե Հայաստանով չանցնեն այդ ենթակառուցվածքները։ Հիմա ինչու է փոխվում սա։ Դրա պատճառը նախ որ մինչև վերջերս Ադրբեջանը քաղաքականություններ իրականացնում բարձ է, կար կոնֆլիկտ Հայաստանի հետ։ Այսօր մենք փաստորեն պաշտոնական մակարդակով Ադրբեջանից լսում ենք, որ նրանք համարում են կոնֆլիկտը հաղթահարված։ Այսինքն այդ կարևորագույն գործոնը, որը ազդում էր ԱՄՆ քաղաքականության վրա, եթե չի վերացել, ապա դրա հեռանկարային լինելը կարծես թե կորել է կամ նվազել է ահագին։ Բացի դրանից, եթե որևէ երկիր հավակնում է տրանսպորտային հանգույց դառնալուն, պետք է ունենա այլընտրանքային լուծումներ եւ եթե այսօր մենք տեսնում ենք, որ կան ինչ-որ խնդիրներ Ադրբեջանից բեռնափոխադրումների համար տրանզիտային, ինչպիսին նաև ունեն Հայաստանի բիզնեսի եւ տնտեսության ներկայացուցիչները, մոտավորապես նույն խնդիրների այսօր բախվում է նաև Ադրբեջանը։ Եվ դա նշանակում է, որ Ադրբեջանը տեսնում է անհրաժեշտությունը ունենալ այլընտրանքային ուղիներ, դե ամեն դեպքում մենք պետք է հաշվի առնենք, որ 22 թվականից Ռուսաստանը չի դիտարկվում որպես կարևոր ուղղություն տրանսպորտային փոխադրումների համար, տրանսպորտով փոխադրումների համար, թեև Ադրբեջանը նաև Ռուսաստանի տարածքներ ժամանակին օգտագործում համապատասխան նպատակներով, մենք շատ լավ հիշում ենք, որ նույն նավթը Ադրբեջանից հիմնականում Նավարաշիցկով էր արտահանվում եւ եթե խոսքը նավթի մասին է, ապա մենք հասկանում ենք, որ նաև այլ հաղորդակցություններ նույնպես ենթարկվում են նույն փոփոխություններին ժամանակի հետ։ Եվ մենք հասկանում ենք, որ եթե խոսքը գնում է հաղորդակցությունների ապաշրջապատման մասին,
ապա դա ոչ միայն երկաթուղի է, ոչ միայն ավտոմոբիլային ճանապարհներ, ոչ միայն մալուխներ կապի համար եւ ոչ միայն էլեկտրասանսեր, այլ նաեւ նավթի, գազի համար նոր ուղիներ փնտրելու մասին է խոսքը։ Այնպես որ Ադրբեջանի համար իրավիճակը բավականին փոխված է եւ այդ փոփոխությունները ենթադրում են նաեւ մտածելակերպի փոփոխության, այսինքն այն կասկած չհարուցող բանաձևը, որը գործում էր եւ Երևանի եւ Բաքվի համար, որ այնինչ որ լավ է Բաքվին, վատ է Երևանին եւ կամ այնինչ որ լավ է Երևանին, վատ է Բաքվին, հա, այսինքն մենք տեսնում ենք երկար տարիներ, տասնյակ տարիներ, որ գործում էր այդ բանաձևը եւ այն ուներ հիմքեր հենց կոնֆլիկտի էության եւ ընթացքից ելնելով։ Հիմա փաստորեն դա փոխվել է եւ նման մտածելակերպը կարծես թե նահանջ է ապրում եւ բանակցությունները բավականին ինտենսիվ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հուշում են, որ այն ինչ որ լավ է Հայաստանի համար կարող է լավ լինել նաեւ Ադրբեջանի համար եւ հակառակը։ Այնպես որ դա այդպես է գոնե մոտակա մեկ տարվա ընթացքում եւ այդ փոփոխությունը մտածելակերպի հետ եւ մտադրությունների հետ եւ կոնկրետ գործերի մեջ պետք է օգտագործել։ Պարոն Նավասարդյան, եւ երևի թե վերջին հարցը, տրամաբանական հարցը դուք նշել եք, որ Հայաստանը պետք է այս գործընթացներում շտապի, քանի որ մենք արդեն շատ ենք ուշացել։ Այդ շատ ուշանալը մենք պայմանական կամ միգուցե նաև հստակ կարող եք նշել, որ ժամանակահատվածից այդ հնարավորությունները ռեալ կար, երբ որ մենք կարող էինք դա անել եւ չենք արել։ Մոտավորապես որ թվականին մենք հնարավորություն ենք ունեցել դա անել։ Ես կարծում եմ մենք ունեցել ենք մի քանի փուլեր, երբ կարելի է շտապել եւ հարցերը լուծմանը հասնել։ Առաջին փուլը դա գոնե եթե վերջին տարիները վերցնենք, հա, շատ հեռու չգնանք, եւ նախկինում էր հնարավորություններ կային, դա 18-19 թվականներն են, երբ Հայաստանում հաստատվեց լեգիտիմ իշխանություն եւ այն կարող էր իր վրա պատասխանատվություն վերցնել կոնֆլիկտի հաղթահարման ուղղությամբ եւ պատերազմից խուսափելու համար։ Հաջորդ հնարավորությունը դա 21 թվականին էր, երբ ակնհայտորեն միջազգային միջնորդները մտան խաղի մեջ, առաջին հերթին Եվրամիությունը եւ կարողացավ նստեցնել կողմերին կառուցողական քննարկումների սեղանի շուրջ, բայց փաստորեն տարբեր փոքր եւ մեծ խոչընդոտների պատճառով դա էլ հիմնականում ձախողվեց, եւ ես կարծում եմ, որ անկախ նրանից որ ձախողվեց, ինչ որ փորձի կուտակման առումով կարեւոր էր եւ հիմք ծառայեց հետագա դրական զարգացումների համար եւ վերջապես դա երևի 23 թվականի վերջներ, երբ մենք դեկտեմբերին տեսանք առաջին փաստաթուղթը երկկողմանի Բաքվի եւ Երևանի միջեւ, խոսքը նրա մասին էր, որ Բաքվում կացկացվի COP29, Երևանում կացկացվի COP19, այսինքն 17-ը կներեք եւ փաստորեն դա թեև մենք հասկանում ենք, որ դրանում որոշակի դեր խաղաց որպես միջնորդ ԱՄՆ-ն, բայց ամեն դեպքում դա առաջին համաձայնությունն էր ուղիղ եւ փոխադարձ շահերով պայմանավորված Երևանի եւ Բաքվի միջեւ։ Այն ժամանակվանից կարելի էր շատ ավելի ինտենսիվ բանակցություններ վարել եւ շատ ավելի հստակ պլաններ մշակել, բայց դա տեղի չունեցավ, դա տեղի ունեցավ միայն այս տարի։ Եվ գոնե այս անգամ մենք պետք է եղած հնարավորությունը ձեռքից բաց չթողնենք եւ դրա գրավականներից մեկն է արագ որոշումներ կայացնելը, արագ գործելը եւ եղած անգամ մանր խոչընդոտները ես կրկին նկատի ունեմ տարբեր ռուսաստանյան եւ եվրասիական միության սուբյեկտների հետ հարաբերությունների հստակեցումն է, որպեսզի դրանք չխանգարեն եւ թրիփին եւ դրա հետ կապված
այլ ծրագրերի։ Պարոն Նավասարդյան, ես հաջորդ տրամաբանական հարցը չեմ հնչեցնելու, ինչու մենք մինչև 18 թվականը դա չենք կարել եւ հնարավորությունից չենք օգտվել, որովհետեւ ինչպես ասում են, սա լրիվ այլ եւ բավականին երկար պատմություն է, միգուցե մեր հաջորդ զրույցի ժամանակ այդ մասին խոսենք։ Շատ շնորհակալ եմ ձեզ հարցազրույցի համար։ Նմանապես հաջողություն։ Մեր հյուրն էր, որովհետեւ միացել էր տեսակապով քաղաքական վերլուծաբան Բորիս Նավասարդյանը։ Այսպիսին էին այսօրվա մանրամասները, ձեզ հետ էր Դավիթ Ստեփանյանը, կհանդիպենք։ Մեկ, երկու, երեք, Սև ուրբաթի գները հետ բերեք, Կիբեր երկուշաբթի իդեալ համակարգում, դեկտեմբերի 1-ին, 2-ին և 3-ին, իդեալ համակարգը ևս մեկ հնարավորություն են ձեռում կատարել գերշահավետ գնումներ լավագույն պայմաններով, շտապեք, որ հասցնեք, կան տարբերակներ, կա իդեալական տարբերակ,